Մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության քարոզարշավի ընթացքում Պայթյունի առիթով հարուցված քրեական գործն այսօր կրկին հետաձգվեց։ Գործով ամբաստանյալ Սերո Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը խնդրեց դատականիստը հետաձգել 10 օրով։ Հնարավորություն ունենամ ծանոթանամ գործի նյութերին։ 10 օրը դատախազ Հակոբ Մարտիրոսյանը համարեց շատ երկար ժամանակ եւ միջնորդեց պաշտպանին տրամադրել ընդամենը 4 աշխատանքային օր։ Այնուամենայնիվ դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ Հիշեցնենք, որ նախորդ դատականիստի ժամանակ ամբաստանյալ Սերո Բոզոյանը ընդունել էր իր մեղքը եւ միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել։ Իսկ այն տուժողները, ովքեր ներկայ են այսօրվա դատականիստին, համոզված են, որ գործով միակ մեղավորը Սերո Բոզոյանը չէ։ Ստորեքի ինքն է լինում, այստեղ։ Այդ մարդը փչել է, բայց պատվիրողի անունը չկա այստեղ։ Եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, հա։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի ընթացքում Հանրապետության հրապարակում Փուչիկների Պայթյունից տուժել էր 228 մարդ, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել։ Նրանց մի մասը դեռ ապաքինվում է։ Սուսաննա Պողոսյան, Սարգիս Համբարձումյան, IPV